Մերոնք կետեեմ կայքի եթերում ես շարունակում եմ, մերոնք շարքը բարև ձեզ։ Երեք աղմկոտ սպանություն տեղի ունեցավ հանրապետությունում, Մերձավանի համայնքապետը իր ընկերների հետ եկավ մեկը ինքնադիքով և կրակեց։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, առողջություն մաղթում ծանր վիրավորին։ Դա Աստված, որ մենք ապրենք այնպիսի Հայաստանում, որ նմանատիպ երևույթները ընդհանրապես զարմանալու մի բան լինեն, որ հնարավոր չէ։ Ու թվում էր, թե շատերին պիտի հասկանալի լինի, չգիտեմ, ես ավելի շատ հակված եմ, որ այդ սպանությունը քաղաքական չէ, գուցե ներքին ավելի շատ ըստ ունեցած տեղեկությունների ժամանակին տեղի ունեցած աղմկոտ հաշվեհարդարները այդ տարածքում, բայց ընդդիմությունը իսկույն բարձրաձայնեց, որ սա Նիկոլի ձեռի գործն է։ Խոսեց Լևոն Տեր-Պետրոսյանը, հերթական անգամ սադրվեց Նիկոլ Փաշինյանը։ Արդ ինչ խնդիր են հիմա լուծում, օգտագործել ամեն ինչ, ամենաանբարոյական միջոցներով, միայն թե ասենք, թե ցեղ շպրտեն, որ այս Մերձավանի համայնքապետին Նիկոլը սպանեց եւ հատուկ հանձնարարություններով ինչ որ հանձնակատար Արցախի այն ժամանակվա նախագահի, ում դատում էին Ռուսաստանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, գալիս է մտնում հյուպատոսարան, ասում է ինձ շտաբ տարեք Երևան եւ գիշերը ինքնասպան է լինում կամ ինքնասպանության են դրդում։ Ով կարող է Մոսկվայում միայն հատուկ ծառայությունները Ռուսաստանում իրենք են որոշում։ Եվ երբ մեղադրում են իշխանություններին, թե որ եկել էր հյուպատոսարան, ինչու վրաս չբերեցիք, ինքնաթիռ նստացրիք ու թրծրիք հասցրեցիք Հայաստան, դա անհնար է։ Ռուսաստանում դատվող մարդուն վերցնես, գցես ինքնաթիռն ու բերես, դա իր չի։ Եվ ռուսական հատուկ ծառայությունները շատ լավ գիտեն ինչ են անում։ Այն չարիքը, որ բերեցին մեր երկրի գլխին, բերեցին հայկական գործակալները, ովքեր ռուսական գործակալներ էին, այսպես հասկանալի ասացի, թե չէ ովքեր, չգիտեմ։ Նույն հաճույքով այսօր կան գործակալներ, որ կարող են լինել Ամերիկայի, թո Թուրքի ունենք, լիքը ունենք։ Հիմի ինչ են ուզում ասել այս սպանությամբ կամ արդյոք իրականում այդ սպանությունը քաղաքական է։ Քաղաքական ենթատեքստ տալիս են սպանությունը ինչ հողի վրա տեղի ունեցավ ժամանակը ցույց կտա, բայց եկեք տեսնենք ինչ է կատարվում։ Մի կինկար կնոջ նման մեկը ինչ էր Թագուհի Թովմասյան էր ինչ էր։ Այս Թագուհու աշխատողը գնաց զոհվածի հորը այդ նեղ վիճակում նկարեց, լացուկոց ու դրեց։ Այդ կինը բացի սադրելուց լրագրող չդարձավ։ Ես ամաչում եմ, որ հանկարծ ինձ էլ լրագրող կասեն Թագուհու նմաններին էլ։ Կամ նրանց, ովքեր 2 կոպեկով լրատվություն են իրականացնում, որպեսզի, չգիտեմ, ինչ որ մեկի պատվերը կատարեն։ Այնպես ինչպես ես ասացի, հիշում եք նախորդ հաղորդմանը Նիկոլ Փաշինյանին, ասացի, եթե այդ ձեր ասած Տեր Արամին, որ ասում է իմ կամքին հակառակ եմ գնացել, ասեին ինչ որ մեկի շան սեռական օրգանը գնա օրհնի, գնալու էր օրհներ, ինչու էր գնում օրհնում։ Ծախու եւ սեփական եսը կորցրած որևէ մեկը պիտի արժանի չլինի մեր երկրում որոշումներ կայացնելու։ Այստեղ խնդիրը այն այսպես ասած ապե-ապեին չի վերաբերում, գողականին չի վերաբերում։ Մարդը պիտի ես ունենա։ Բոլոր են ուսուցիչները եւ բոլոր են մարդիկ, ես հիշում եմ, էլի հիշեցնեմ ձեզ, երբ ժամանակին ին որոշ գործընկերներ ասեցին, դե ապեր երեխա ենք պահում, բա ոնց դուրս գանք գործից, անհասնաբար նպաստեցին, որպեսզի մեր երկիրը հետ գնա եւ նպաստում էին։ Եվ մինչ օրս դրանք նույն ծախու գրչակներն են։ Նույն կերպ ուսուցչուհին, որ իր ներքնաշորում քվեաթերթիկ էր պահում առավոտյան այբուբեն, դասավանդում այբ, բեն, գիմ, դա ձեր գլխին կպչի։
չի կարող այս տեսակը այսօր ազնվանալ։ Ես իմ կռիվը դրա հետ է։ Որոշ մարդիկ վայ, վարչապետը ծոցում պահելու չի, գրկում պահելու չի, եթե գրկում էլ պահի, իր կինը կարող է պահել։ Վարչապետը մեր կողմից նշանակված կառավարիչն է, եւ եթե անում է բաստողումներ, ես որպես լրագրող եւ մենք մեր պարտքը պիտի համարենք, ասենք, այդպես չի լինում։ Որ վարչապետի ամբողջ Գերդաստանը, կինը, կանայք, սիրուհիները, եթե ունի, չգիտեմ ինչ, բալիքը հանկարծ շարունակեն ասել, որ կրթությունը մոդայիկ է, ես համարում եմ դա մեծագույն թյուրիմացություն, կոպիտ բառ չեմ ասում, կրթությունը չի կարող մոդայիկ լինել, ոնց ուզում եք ձեզ ճղեք, որոշ ավանակաբարոյարացներ ասում են, չեք հասկանում ինչ է ուզում ասել, ես պարտավոր չեմ հասկանալ, կրթությունը չի կարող մոդայիկ լինել եւ վերջ, չի հասկանում վարչապետը, չգիտեմ ինչու, իր խնդիրն է, եւ այդ չհասկանալու ծիրում սադրվեց, Տեր-Պետրոսյանը սադրեց եւ հանկարծ ինքը սադրվեց։ Ինչու սադրեց Լևոն Տեր-Պետրոսյանը կամ ինչ ասաց, որ վայ իմ թեզերը կործանեց եւ այլն, Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր իր առաջարկով, որ մենք պիտի ընտրենք պատերազմի խաղաղություն եւ փորձենք կարգավորել այս հարցը, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը չունեցավ այնքան տղամարդկություն, որ առաջ տանի իր թեզը։ Վախեցավ իր անձից, գերադասեց իրեն հաղթանակածի տեղ դնել, գնալ իր տանը նստել, երկիրը տալ շուն ու գելին, անասուններին, կներեք մեղ բարերիս համար, անբարոյականներին։ Եվ հիմա, երբ իր իսկ մեղքով, թող աներ, թող զոհվեր, ես թքած ունեմ, այդ 5000 կամ 4000 երեխան, չգիտեմ, էականը դա չէ, մեր հազարավոր լուսավոր, լուսի պես տղերքը գնացին զոհվեցին, հենց այն պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին, այսպես ասած, զադնի դրեց։ Վերջացավ, դրանից հետո պետությունը շուն ու գելի ձեռքն ընկավ։ Արդ ինչ պիտի լինի։ Եվ դրանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, հանկարծ Նիկոլ Փաշինյանն էլ մի ուրիշ հիմարություն է դուրս տալիս, կներեք։ Բա որ սենց էր, բա պատերազմ չէր ուզում մեր 18 տարեկան, ինչ հոպ, հավաքեք ձեզ, Նիկոլ Փաշինյան եւ մյուսներ։ Հավաքեք ձեզ, մեր հայրենիքը, մեր երկիրը, մեր արդարության կռիվը, մի վերաձևեք ձեր վրա։ Մի վերաձևեք, թե բա որ տենց չէր, սենց էր, բա երկիր հայրենիք էինք պաշտպանում, բա անարդար է եղել, այդ որ աշխարհն անարդար է, մի տղամարդկություն չունեցաք, որովհետեւ մեկը խոսեք։ Հիմա ինչ հիմարություններ եք աչուձախ դուրս տալիս, թշնամուն գործ տալիս եւ հանգիստ նստում հանուն ընտրության չարժե։ Խորհուրդ եմ տալիս, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չսադրվի։ Բարդ ինչն է պատճառը, որ այս տեղի ունենում։ Մի տխրարչակ ԿԳԲ-ի գործակալ կա, նախկին ներկա դրանք չեն լինում, Միսագուլյան Գառնիկ, չգիտեմ ինչ ասեմ դրան այդ մարդուն, այդ մարդանմանին, որ կրակոցները այլևս կսկսվեն Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պիտի պահի։ Եվ ով է խոսում այդ մասին, Քոչարյանի համհարզը, Սերժիկի համհարզը, ամեն տեղի գործակալը ոչ ավել ոչ պակաս խոսում է, որ ԿՊ-ն հիմա իրեն պահելու համար կսկսի կրակոցներ։ Կներեք, լավ է անում Գառնիկ Իսագուլյանը, Նիկոլի աչքն էլ է հանում, լավ է անում Ռոբերտ Քոչարյանը իր թերմացք տեսակով, որ այսօր դեռ ազատության մեջ է։ Ռոբերտ Քոչարյանը առաջին միակ կենթանակերպի, չգիտեմ ինչ տեսակի կենթանի է, ես ասեմ, Ռոբերտ Քոչարյանը Աստված ասում է ստեղծեց բոլոր կենթանիներին, բացի կարիճներից։ Կարիճները ստեղծվեցին հողին թափված դավաճանների արյունից։ Այդ արյունից ստեղծված արարած է Ռոբերտ Քոչարյանը։ Նա 2001 թվականին ընդունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այն ինչին վետո էր դրել ժամանակին առաջին նախագահը։ Եվ Ղարաբաղը որպես բանակցող կողմ հանեց բանակցություններից եւ ինքը դարձավ որպես Հայաստանի Հանրապետություն բանակցող կողմ։ Մենք դարձանք կոնֆլիկտի կողմ։ Քոչարյան Ռոբերտը դավաճան է, դավաճանությունը այլ կերպ չի լինում։
մեր կռիվներն էր, որ Արցախն է իր իրավունքները պաշտպանում, Քոչարյանի պես մեկը ասեց, այ ինչ կապ ունի ես Ղարաբաղցի եմ։ Այդ երախը բացեց եւ իրեն այդպես պահեց։ Հիմա այսօր եթե Քոչարյան Ռոբերտը ազատության մեջ է, թող Նիկոլ Փաշինյանը կամ իր կողմնակիցները չասեն, օրենքով ենք փորձելու, ինչն է օրենքով անում։ Օրենքով էր Քոչարյան Ռոբերտը զուգարներում մարդ սպանում, օրենքով էր թալանում երկիրը միլիարդատեր դարձնում, կամ Վարդան Ղուկասյանը։ Այդ ինչքան վատ կառավարեցիք Գյումրիում, որ Վարդան Ղուկասյանի նման մեկը Գյումրիում քաղաքապետ եղավ։ Եվ իրեն դրել է Շկիտ հանրապետության SN-ի տեղ եւ ասում է, ով որ ռսին չի ուզում թուրքաբարո է։ Թուրքաբարո է ոտից գլուխ Վարդան Ղուկասյան։ Իրականում մեզանից որևէ մեկը այդ թվում ես, ոչ ռսի, ոչ ամերիկացու, ոչ էլ որևէ մեկի շունը դառնալ չենք ուզում։ Եթե դու ուզում ես շունը դառնալ, գնա դառ։ Այդ անպագորգոր հայտարարությունները մյուս անգամ լավ կլինի 10 չափես մեկը հաշվես, որպեսզի էլ բերանս չբացեմ։ Չափները ճանաչեք հայ ժողովրդին վիրավորելու առաջ։ Բայց Նիկոլի սխալն է, որ Վարդան Ղուկասյանը կարող է լինել Գյումրիում քաղաքապետ։ Նիկոլ Փաշինյան, այն անբարոյական մոր զավակները, որ Ղարաբաղից եկան, Արցախից եկան, գիշերը մարտի 1 սարքեցին, կոտորեցին, դեռ ձերբակալված չեն, չէ՞։ Դրանցից որևէ մեկը պատասխան չի տվել, չէ՞։ Այն Օգանովսկի կարես կարենկար, այդ զենքերը դեռ կրակելու են։ Այդ զենքերը այսօր պատրաստվում են կրակել։ Եվ այդ ընդդիմություն կոչված չարագործների խումբը այդ ամբողջը վերագրելու է իշխանությանը։ Քանզի դուք պատասխանատվության չենթարկեցիք որևէ մեկին։ Ժողովրդական ասացվածքը ասում է կեղտոտողի դեմը պիտի ջրիկ կեղտոտես, որ հոտից խեղտվի, դուք դա չարեցիք։ Ու դեռ համառորեն ձեզ թվում է, թե դուք այնքան աստծո տված խելացին եք, պիտի ինչ-որ ելույթներ ունենաք, էլ չեմ ասում սադրվելով անկապ հայտարարություններ անեք։ Ինչով է մեղավոր Նիկոլ Փաշինյանը, ինքը ամայացրեց քաղաքական դաշտը, ինչպես Քոչարյանն ու Սերժը ժամանակին, ինչով ամայացրեց, երբ որ ինչու են այսօր այդպես այդ վիճակը։ Նիկոլ Փաշինյանին թվաց, թե ինքը կարող է Քոչարյան Ռոբերտներին օգտագործել որպես ընդդիմություն եւ որպես բոբո անընդհատ վերընտրվելու հարց լուծել։ Քոչարյան Ռոբերտները, դաշնակ պարագլուխները եւ մյուսները, ովքեր այսօր ասպարեզում են, հայրենիք չունեն։ Նրանք անգամ իրենց հայրենիքը, անգամ Արցախը ծախեցին։ Քոչարյան Ռոբերտը Արցախը վաճառեց։ Ինչպես վաճառեց։ Արցախը թալանելով, Արցախցի հայաստանցի սարքելով, զուգաներում մարդ սպանելով, նա թքած ունի հայրենիքի վրա։ Դուք նրանց ընդդիմադիր եք սարքել, որպեսզի վերընտրվեք։ Էս ասում է դուք էլ թքած ունեք հայրենիքի վրա։ Մի նորմալ ընդդիմություն չստեղծվեց, այն ինչ ստեղծել է գրպանի են, կամ էլ Քոչարյանի գրպանի։ Նրանք կրակելու են, նրանք սպանելու են, նրանք պատրաստ են, դուք ինչի եք պատրաստ։ Օգտագործել մի օր մարդկանց համբերությունը կհագնի, հավատացեք ինձ։ Եթե խելքներդ գլուխներդ չհավաքեք, վաղը այս հասարակությունը իցավ սրտի ձեր կողքը չի կանգնի։ Հավատացեք ինձ։ Ես այնուամենայնիվ ժողովուրդը պիտի ընտրի գնա հետ, այդ Տաշիր Սամոբան, ինչ որ երկեր են գրել մեր ձևով, դուք ամոթ չունեք, դուք ձեր ձևով երկիրը կործանեցիք։ Տաշիր Սամվելը կամ Սամվել Կարապետյանը Արցախում հիվանդանոց սարքեց, այն որ համահայկական հիմնադրամին փող տվեց 20 միլիոն, ասեց չէ, չորով չեմ տա, ես չորով կսարքեմ, որտեղ դուք թալանում եք։ Այդ ինքը չգիտեր ինչ են անում։ Հիմի որ սրբի տեղ դրած, այդ թալանչիների հետ չեր տալիս առնում, չեր նստում վերկենում, նոր են հիշել, որ երկիրը պիտի հայ այսպիսին լիներ եւ այնպիսին լիներ։ Հիմա այս իրականությունը փորձում է հետ վերադառնալու, փորձելու է, ամեն ինչ անելու է։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իր այս պահվածքը, տրվել զգացմունքին, չգիտեմ,
անկապ ելույթներ ունենալ, բայ աման, դա դես բան, չէ, խաղաղություն բերեցի, դե լավ է, խաղաղություն բերողից նայեք, շատ ճիշտ է թրիփի ճանապարհը, այլ ելք չունեինք, լավ էր, որ միջետ աշխատել եք, բայց համեստությունը լավ բան է, ես արեցի, ես ոչ, հայ ժողովուրդն արեց, մեր տառապանքն է, ընդհանրապես ձեզ ճշմարիտ խոսնակի պես պահեք, և մեկ ինչ տեսանք, գա ու ասի, այս հանրապետությունը իմ վրա է, ես այս հանրապետության ներսում եմ մարդ եմ, չէ, ես բերեցի առաջին հանրապետությունը, հետո երկրորդ հանրապետությունը բերին բոլշևիկները, երրորդ հանրապետությունը Լևոնը բերել, չորրորդն էլ Նիկոլն է բերել, հետո դուք ուրիշ բան ու գործ չունեք, այս հայ ժողովուրդն է բերել իր տառապանքով, ում մինչ օրս և իշխանությունները և նախին գող ու ավազակները հոշոտում են ու հալածում, ում զավակը մինչ օրս կանգնած է սահմանին, մի քիչ համեստություն ունեցեք, արմատը մի կտրեք, մի փորձեք ձեզ արմատից կտրված Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, արդյունքում այդ սպանություններով և այդ կրակվող բաներով ձեր գլուխը կաղան, բայց ձեր գլուխը ոչինչ, Հայաստանի իշխանություններ, մեր պետականության գլուխը կաղան, հասարակությանը մի հիասթափեցրեք, արեք ձեր աշխատանքը, եթե մի տեղ ձեր մի պաշտոնյան, քաղաքապետը ասենք խաբեբա է, կամ արել է խաբեբայություն, դուք աչք եք փակում, իմացեք, ծով է տալու դա, մի ուրիշ տեղել են անելու, ձեզ չթվա իմ ու քո անելով կարողանալու եք ինչ-որ արդյունքի հասնել, բայց անկեղծ ասած, ես թքած ունեմ ձեր անձնական արդյունքների վրա, մեր պետություն ու մեր ժողովուրդը, մենք, եթե ես ասում եմ Քոչարյանամերձ և այսօր այդ Վարդան-Մարդանները, Ռիսագուլյանները, չգիտեմ Թագուհիները, ես իմ պետության դարդն եմ, մեր պետության, մեր պետականության, ամենևին էլ Նիկոլի դարդը չեմ, բայց Նիկոլը պիտի հասկանա ինչ է անում, պիտի չսադրվի, ինչև է, իմաստություն և էլի իմաստություն, ոչ թե եղածը անընդհատ ասեք ու ոչինչ չանեք, այլ շտկելով առաջ գնալու խնդիրը պիտի լուծենք, այսօր մենք կանգնած ենք այդ ծանր ընտրության առաջ, ինչ կընտրենք են էլ կունենանք, հետևությունները թող գործող իշխանություններն անեն, հակառակ դեպքում երկու ձեռք կանեք մի գլուխ, նախորդ անգամ անեկդոտը պատմել եմ, ինչ-որ ցանեք են հնձելու եք, հիմա եթե ինչ-որ բան եք հնձում, այդ ձեր ցանածն է, այդ ձեր աչք փակածն է, այդ այն նախիրն էր, որ զինաթափ չեղավ, որ պատասխան չտվեց փողոցում մարդկանց ծեծելու ու սպանելու համար, հետո չասեք չեմ ասել, կհանդիպենք։